Սելայնակիցներ բարև ձեզ, այսօր մենք արտահերթ հաղորդում ենք անում հայտուն հեռուստաժամով, գիտեք որ ամիսներ ի վեր մենք հաղորդումը ժամանակավորապես դադարեցրել ենք, բայց հուսով ենք վերականգնենք։ Այսօր մեզ համար շատ հաճելի առիթ ներկայացավ, որպեսզի նորից եթեր դուրս գանք եւ ձեզ ներկայացնենք երկու շատ հարգարժան հայ անհատների, որոնցից միայն մեկին եք դուք ճանաչում, իսկ մյուսին է հիմա կծանոթացնեմ ձեզ։ Հայաստանի ժամանել են երկու շատ տաղանդաշատ հայ երիտասարդ, մեկը կինոռեժիսոր է, մեկը հասարակական քաղաքական գործիչ, եւ այսպես ներկայացնեմ նրանց անհատապես։ Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյան։ Հայ ժողովուրդը, չասեմ բոլորը, գոնե մեծ մասը ձեզ ճանաչում է, թե որպես մարդ անհատ, թե որպես կինոռեժիսոր։ Ես շատ ուրախ եմ, որ դուք այսօր այստեղ եք։ Եվ մեր երկրորդ հյուրն է մի երիտասարդ, որին տեսնելուց ես շատ ուրախացա, ճիշտն ասեմ, որովհետև նրան միայն հեռուստացույցով էի տեսել, Եղիան Ներսիսյան, որը ծնունդով հալեբցի է, բայց 12 տարիներից ի վեր ապրում է Հայաստանում եւ բնապահպանական շարժման մեծ ակտիվիստ է եւ դուք շատ լավ գիտեք, թե վերջին ամիսների ընթացքում, մեկ տարվա ընթացքում Հայաստանում ինչպիսի փոփոխություններ տեղի ունեցավ այդ բնապահպանության խնդիրների մեջ, որոնց մասին մենք քիչ հետո մանրամասն կխոսենք։ Ուրեմն այսօր Հայաստանում որևէ ուղղության մեջ, որևէ լինի դա գիտություն, հասարակական շարժում, քաղաքականություն կամ բնապահպանություն, որևէ շարժում, որը տանում է դեպի առաջ, դեպի ազգի որակի բարձրացում, մեզ համար ընդունելի է, ծափահարելի է, ողջունելի է եւ շատ ուրախանում ենք, որ մեր ազգը կարողանում է իր միջից գտնել դուրս բերել այնպիսի մարդկանց, որոնք կարողանում են այդ դժվարին գործը առաջ տանել։ Ճիշտ եմ ասում։ Այո։ Սխալ ուղղությամբ չգնամ։ Սիրելի բարեկամներ, սկսենք կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանից, որը երկու թեմայի շուրջ պիտի խոսենք իր հետ։ Նախ իր ֆիլմերի մասին եւ նրա կատարած քաղաքական գործունեության, որովհետեւ նա Սարդարապատ շարժման, հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ է նաեւ։ Եվ այսպես, պարոն Խզմալյան, սկսենք ձեր կինո արվեստից ասեմ, ձեր ֆիլմերից ասենք։ Դուք այստեղ ֆիլմեր եք բերել ձեր հետ, որ պիտի ցուցադրեք։ Խնդրեմ, սկսենք այդտեղից։ Հարգելի Համլետ, մենք հյուր ենք եկել գործով։ Այո։ Երբ որ գալիս են հյուր գործով, անպայման նվեր են բերում։ Եվ նվերը առիթ է դառնում։ Նվերը դա ֆիլմերն են։ Ֆիլմերը առիթ է, որովհետեւ մենք ծավալենք խոսակցություն Հայաստանում կատարվող շատ լուրջ գործընթացների, process-ների մասին։ Դա է պատճառը, որ եկել ենք երկուսով։ Մենք ոչ միայն ընկերներ ենք եւ բնապահպան շարժման առումով, դուք ասեք, որ մենք քաղաքական գործիչներ ենք, ավելի շատ քաղաքացիական։ Քաղաքացիական, սխալվեցի։ Հայաստանում չէ, չսխալվեցիք, սա սխալ չէ, սա ախտորոշում է, ցավոք, որովհետեւ Հայաստանում վերջի տարվա ընթացքում շատ ակնհայտ դարձավ կտրուկ տարբերությունը քաղաքական եւ քաղաքացիական ոլորտների դաշտերի միջև ավանդական կուսակցությունները, այնինչ սովորաբար անվանում են քաղաքականություն, սննկացել է, տապալվել է։ Դա համաշխարհային process է, բայց Հայաստանում դա շատ ակնհայտ է եւ քաղաքացիական հասարակությունը, որի անդամները իրենց վրա պատասխանատվություն են վերցնում եւ դա է պատճառը, որ մենք ընդգծում ենք, որ մենք քաղաքացիական civil society, այսպես կոչված ներկայացուցիչներ ենք, մենք ենք վերցնում մեզ վրա հիմա այն գործառույթները, այն ֆունկցիաները, որը սովորաբար պետք է նորմալ պետությունը, իշխանությունը կատարի։ Մեր երկրում օկուպացիոն ռեժիմ է իշխում տարիներ շարունակ, կարելի ասել 1.5 տասնամյակ։ Իրենք փոփոխվելով իրար են փոխանցում իշխանությունը, փոխվում են միայն ցուցանակները, մնում է այդ համակարգի քրեական եւ հակազգային, հակաժողովրդական բնույթը։ Իրենք կեղեքում են երկիրը, իրենք ոչնչացնում են բնությունը, իրենք զոմբիացնում են ժողովրդին եւ այլն եւ այլն։ Դա ակնհայտ է, դա պարզ է, դրա մասին պետք չէ խոսել, բոլորը դա գիտեն եւ մարդիկ ովքեր այստեղ են, հատկապես նրանք ովքեր հենց այդ պատճառով լքել են երկիրը եւ առավելևս նրանք ովքեր մնում են պայքարելով կամ խոնարհվելով ռեժիմի առջեւ։ Մենք խոնարհվողներից չենք։ Մենք դիմադրող ենք եւ ստացվեց այդպես, որ դիմադրելով մենք պաշտպանում ենք ոչ թե ինչ-որ քաղաքական
գաղափարներ։ Մենք պաշտպանում ենք մեր աշխարհը, մեր ազգային արժանապատվությունը։ Ես պաշտպանում եմ այն արվեստը, որով փորձում եմ զբաղվել։ Ես պաշտպանում եմ իմ փոքրիկ աշխարհը, որը քանդվեց, որովհետև փակվել էին կինոստուդիաները, որովհետև փակվել են կինոթատրոնները։ Գոնե այդ պատճառով ես կամ պետք է լքեի երկիրը, կամ պետք է փոխեի ոլորտս, կամ պետք է փորձեի պաշտպանել այն, ինչի համար աշխատել եմ ամբողջ կյանքս։ Այսինքն մենք տարբեր ճանապարհներով ենք մոտենում մի հարցի պատասխանին. ինչպես ապրել, ինչպես դիմադրել եւ ինչ պետք է անել։ Ավելի ճիշտ, ինչ պետք է անել, Հայաստանում գիտեն բոլորը։ Հիմա հարցը այլ է, ինչպես անել, ինչպես վերադարձնել իշխանությունը ժողովրդին, որտեղ հիմնական խնդիրը դա է։ Մի խումբ, շատ փոքր խումբ մարդիկ, իրենք այդքան էլ շատ չեն, մի 40 ընտանիք եւ իրենց շրջապատող մի քանի հազար վարորդներ, ոստիկաններ, ոստիկանապետեր, չգիտեմ, հատուկ ծառայության գործականներ, իրենց թիկնապահները, դրանք ծիծաղելի փոքր թիվ են կազմում եւ ինչ-ինչ պատճառներով նրանք կարողացան կեղեքել երկիրը եւ իշխանությունը զավթել։ Մենք պարտավոր ենք վերադարձնել իշխանությունը ժողովրդին։ Ձեզ չեմ ուզում ընդհատել, ուղղակի մեջբերումի ձևով չմոռանաք ձեր ասելիքը։ Սովորաբար երբ որ հետ ենք նայում պատմության մեջ, պատմության խորքերը, միշտ գտնում ենք փաստեր եւ դեպքեր, որոնք լուծումներ են առաջարկում կամ նմանատիպ դեպքեր են եղել նախկինում, կարելի է նայել, սովորել եւ փորձել օգտագործել մեր իրականության մեջ։ Հին Հունաստանում Սպարտայի եւ Աթենքի միջև կռիվներ էին լինում եւ դեմոկրատները Աթենքում էին տիրում, իսկ ռազմաշունչները Սպարտայում։ Այնպես եղավ, որ դեմոկրատները Աթենքի պարտվեցին եւ օլիգարխները եկան իշխանության Աթենքում։ Բայց շատ քիչ տևեց օլիգարխների իշխանությունը, որովհետեւ նրանք զորբայությամբ եւ թալանով էին զբաղված, դեմոկրատական մտքերով ապրող նախկին աթենացիները հասկացան, որ չէ, ավելի լավ է այս օլիգարխներից ազատվենք եւ վերադարձնենք մեր դեմոկրատական, այսպես ասած, ակացուդաձևին։ Դեպքեր կան պատմության մեջ, շատ են եղել, որ վերցնենք շատ ոչ անցյալում Հնդկաստանի դեպքերը, Մահատմա Գանդիի շարժումը, այսինքն կան ձևեր, որոնցից կարելի է սովորել եւ օգտվել։ Քանի որ մենք հայերս վերջի 20 տարվա ընթացքում հանկարծակի եկանք, մեզ պատին դեմ տվեցին, մենք շփոթվեցինք։ Այ հիմա դուք ձեզ փորձում եք գտնել եւ փորձում եք գտնել այն ճանապարհը, որը մեզ կտանի դեպի դեմոկրատական, այսպես կոչված ժողովրդավարական կամ հային վայել մեխանիզմի։ Մենք շատ ուշադիր ուսումնասիրում ենք պատմություն եւ սեփական պատմությունը։ Ես իմ երիտասարդ ընկերոջ օրինակով ուզում եմ ցույց տալ ինչպես են մարդիկ գալիս այդ գաղափարին։ Բնապահպանները դա մասնագիտություն չէ։ Դա ուղղակի մարդիկ են, ովքեր շատ սուր են զգում իրենց կապը հայրենի հողի, հայրենի բնության հետ, որոնց համար կոտրած ճյուղը նույնքան ցավ է պատճառում, որքան լացող երեխան միգուցե։ Իհարկե։ Եվ բան այն է, որ կեղեքիչ օկուպացիոն ռեժիմը, որը իշխում է Հայաստանում, շտապում է օր առաջ մսխել Հայաստանի ռեսուրսները, որովհետև այն առասպելը, որ Հայաստանը աղքատ երկիր է, ռեսուրսներից զուրկ, ձեռնտու է հենց նրանց։ Իրենք գիտեն մեր իրական հարստությունները։ Բերեմ մի օրինակ միայն։ Իմ ընկերոջ գլխարկին դուք տեսնում եք թեղուտ բառը։ Հիմա կխոսենք թեղուտի մասին։ Թեղուտը դարձել է մի խորհրդանիշ, որով զբաղվում են արդեն, չգիտեմ, Միացյալ Ազգերի կազմակերպության մակարդակի վրա, որի մասին անհանգստանում է Սերժը, Թանկյան Սերժ, ոչ թե։ Այո, գիտեմ։ Այո, այսինքն դա հայտնի է շատերին։ Միայն այդ լեռը, ձորը եւ գետը պարունակում են իրենց մեջ համեստ պաշտոնական հաշվարկներով 25-ից 30 միլիարդ դոլարի հանածոներ, հումք, այո։ Չհաշված 10,000-ամյա պատմությունը։ Դա անգնահատելի է։ Այսինքն, եթե մի փոքրիկ ձորակ իր մեջ պարունակում է այսպիսի գումար, պատկերացրեք ինչ հարուստ է մեր երկիրը իրականում, եւ այդ հարստությունը ժողովրդից խլում են,
բյուջե մտնում է 1-2% լավագույն դեպքում, մնացածը մսխվում է։ Փորձել պաշտպանել թեղուտը, փորձել պաշտպանել Մաշտոցի այգին, միտեղ, որտեղ մենք Եղիայի հետ ուսուսի երկու սերնդի ներկայացուցիչներ կռվում էինք հանրային սեփականությունը պաշտպանելու համար օլիգարխներից։ Փրկել թրջկան ջրվեժը, որի դեպքում իրենք մի քանի հոգով ուղղակի պարկել էին տրակտորների ճանապարհը փակելով եւ թույլ չտալով աղավաղել այդ հրաշքը եւ փրկելով դա։ Դա բերեց իրենց եւ բերեց մեզ մի պարզ գաղափարի։ Անհնար է պաշտպանել բնությունը, եթե մենք ամեն մի ծառի մոտ չենք կարող հսկիչ դնել, չենք կարող դնել ոստիկան։ Խնդիրը համակարգի մեջ է։ Մի համակարգի մեջ, որը իր շահը դիտում է երկիրը թալանելու, կողոպտելու եւ մարդկանց արտաքսելու, նվաստացնելու մեջ։ Քանի որ Հայաստանում տարածվել էր, որ մենք սոցիալիզմից անցանք վայրի կապիտալիզմի, դա բոլորը գիտեն։ Դա սուտ է, ոչ մի կապիտալիզմ Հայաստանում չէ։ Դա կապիտալիզմ չէ, դա վայրի թալանչություն է։ Դա ճորտատիրություն է։ Ով ինչ ուզում է անվանի, բայց դա այն չէ, որ մեզ վայել է։ Դա ազատ շուկա չէ, օրինակ։ Դա մեզ վայել չէ, դա հայ է վայել պետություն չսարքեցինք մենք դժբախտաբար։ Խոսքը գնում է վերջին 22 տարիների մասին։ Հիմա, քանի որ մենք դեռ փնտրտուքների մեջ ենք, դուք հասարակական քաղաքացիական կազմակերպություն որպես եւ վերջերս ստեղծել եք քիչ հետո կգանք թրշկանին չեմ մոռացել, դա շատ հարազատ է, իմ հոգուն այդ մասին շատ կխոսենք։ Քանի որ դուք նախախորհրդանի գաղափարին հանգեցիք վերջերս եւ հայտարարեցիք, որ նախախորհրդան պիտի ստեղծեք, հրաշալի գաղափար է, բայց շատ հակիրճ ձևով կարող եք ասել դրա հետևում ինչ է կանգնած եւ ինչ նպատակ եք հետապնդում։ Շատ հակիրճ։ Բան այն է, որ եւ Եղիա Ներսեսյանը եւ ես այդ 33 հոգանոց նախախորհրդարանի անդամ ենք, падգամավոր ենք։ Նախ ինչ է նախախորհրդարանը, մենք չենք ընտրվել, մենք ինքնառաջարկման սկզբունքով ենք հավաքվել։ Կամավոր։ Նպատակը հետեւյալն է։ Հայաստանում ժողովրդին, հասարակությանը զրկել են կամարտահայտության, այսինքն ընտրությունների միջոցով փոխել իրավիճակը, որովհետև իշխող վարչախումբը լավագույն ձևով յուրացրեց կեղծիքների մեխանիզմը եւ ուղղակի կեղծում է ցանկացած ընտրություն, լինի դա խորհրդարանական, լինի դա նախագահական, լինի դա որևէ հանրաքվե, իրենք նկարում են թվերը, իրենք անձնագրեր են տպում կեղծ, իրենք օգտագործում են աներևակայելի միջոցներ եւ ժողովուրդը ոչ մի կերպ այս միջոցով, սահմանադրական միջոցով չի կարող իրեն վերադարձնել իշխանությունը։ Ինչ անել։ Քաղաքական գործիչները փորձում են հարմարվել դրան եւ ինչ որ տոկոսներ կորզել, որպեսզի կերակրատաշտակի մոտ իրենց տեղը ապահովել։ Իրենք անվանում են իրենց ընդդիմություն, այլընտրանք եւ այլն եւ այլն։ Իրականում իրենք ընդամենը ամրացնում են այդ սարսափելի մեքենան, որը մենք անվանում ենք կազինո։ Կազինոյում հնարավոր չէ հաղթել։ Ընտրություններով այս մարդկանց հաղթել հնարավոր չէ, որովհետև իրենք ընտրություններով չէ, որ եկել են իշխանության։ Ինչ անել։ Լքել երկիրը, ըմբոստանալ, ընտրությունը շատ չէ։ Մենք գտանք մի ձև, սահմանադրական ձև, մենք իրականացնում ենք ժողովրդական իշխանությունը հետևյալ կերպով։ Սոցիալական կոնտրակտ, դա լոքի փիլիսոփայի գաղափար է, որը падգամավորը կնքում է ժողովրդի հետ պատասխանատվություն վերցնելով իր աշխատանքի, իր ծառայության դիմաց։ Դա սկզբունքն է։ Մենք այլընտրանքային ընտրություններ ենք կազմակերպելու, ստեղծելու ենք այլընտրանքային խորհրդարան, այլընտրանքային կառավարություն, այլընտրանքային իշխանություն։ Եթե շատ հակիրճ դա է, ինչպիսի մեխանիզմով դա մի քիչ ավելի բարդ խոսակցություն։ Ամենակարևորը մենք չենք մասնակցում այդ կեղծող, կեղեքող եւ կեղծող մեքենայի աշխատանքին, այո, վերարտադրմանը, եւ մենք զուգահեռ անցկացնելու ենք պարզ արդար ընտրություններ, որի արդյունքում ստեղծվելու է ժողովրդական, քաղաքացիական
իշխանություն, որը հակադրվում է արդեն հիմա իշխող համակարգին։ Շատ լավ։ Ես ձեզ հետ լիովին համաձայն եմ, միայն հակաճառելու իմաստով եմ ասում։ Երևանում 2 ամիս անցկացրեցի այս համար եւ աշխատեցի ինչքան կարելի է շատ մարդկանց հետ խոսել եւ կարծիքներ փոխանակել ու լսել։ Ուրեմն ինչ որ ասում էին մարդիկ ինձ հակաճառում էին ասելով որ ոչ իման հնարավոր չի անել, արդեն վրհատվել են, արդեն հուսահատվել են եւ արդեն կարծում են թե ոչ մի նոր լավ բան հնարավոր չի անել։ Այս հուսահատության դեմ դուք ինչպես եք կարողանալու, ինչ միջոց եք գտնելու, ինչ գաղափար եք գտնելու, ինչ առաջնորդող լոզունգ հայերեն մոռացել եմ կարգախոս շնորհակալություն տես արևմտահայ ինչպես է երևում չէ կարգախոս բառը շատ լավ է արևմտահայերեն մնչում եւ ինչպեսի կարգախոս դուք պիտի կարողանաք ձեզ համար ընտրել որը կկոտրի այդ սառույցը որը կստիպի այդ մարդկանց ձեզ լսել Ես ունեմ իմ պատասխանը, բայց մարդկանց խոսքերը չէ որ համոզում են ոչ էլ կարգախոսները։ Մարդկանց համոզում են մարդիկ։ Եվ իմ կողքը նստած է երիտասարդ, ես իմ պատասխանը հիմա չեմ արտահայտում, ես եթե թույլ տաք հետո կասեմ, բայց այս սերունդը, որը այսօր մտել է կյանք, իրենք իրենց ազնվությամբ, իրենք իրենց անկեղծությամբ եւ երիտասարդությամբ հակադրվում են այն կեղծիքի ստի բռնության աշխարհին, որի մեջ Հայաստանը տապակվում է 1.5 տասնամյակ։ Ահա մեր պատասխանը։ Նայեք, ինչին իրենք հասան, մերկ ձեռքերով, առանց զենքի, առանց դեմագոգիայի, առանց հեռուստատեսության թերթերի եւ ոչ մի բան, սեփական օրինակով։ Եթե մարդիկ գիտեն ինչ է թռչկանը, ինչ է Մաշտոցի այգին, ինչ է Թեղուտը, ահա մեր պատասխանը։ Դա օրինակն է, որոնք օրեցօր ավելանում են։ Կմեծանա, ձնագնդիրումը պետք է մեծանա։ Լավ։ Հիմա գանք մեր սիրելի երիտասարդ Եղիա Ներսիսյան։ Ծնվել է Սալեպում։ Այնտեղ նախնական կրթությունը այնտեղ ստանալուց հետո որոշեցիր գնալ Երևան։ Եվ 12 տարի առաջ տեղափոխվեցիր Երևան։ Երևանում որևէ ուսումնական կամ աշխատանքային որևէ գործունեություն սկսեցիր աշխատել եմ կազմակերպության մեջ որը շինանյութ էր վաճառում որպես վաճառող իհարկե դա իմ մասնակցությունը չէր ուղղակի պետք էր ինչ որ մի աշխատանք աներ 2009 թվականից մինչև 11-ը սկիզբները աշխատել եմ իմ մասնակցությամբ բայց ազատ ամսագրերի հետ ինտերնետում որպես լուսանկարիչ հասկացա ու 2011-ից արդեն երբ որ թռչկանի պատմությունը սկսվեց, որով ես այդ 12, այսինքն 11 տարիները ապրել եմ բնության մեջ, բնության հետ։ Եվ դա է ինձ պահել ու դա է ինձ տվել այդ ուժը, որով ես այսօր պայքարում եմ։ Որով բնությունը շատ ճիշտ բան է։ Շատ լավ։ Ուրեմն եղա, դու սիրում ես բնությունը եւ դու մասնագիտությամբ լուսանկարիչ ես, պրոֆեսիոնալ ես։ Արեստավարժ։ Այո, արեստավարժ։ Ես մանկուց շատ եմ սիրել նկարչությունը եւ բնությունը։ Ես շատ եմ անցկացրել ժամանակ բնության մեջ, քայլարշավներ եւ այլն եւ այլն եւ հազարավոր նկարներ ունեմ լուսանկարներ թե Արևելյան Հայաստանից, թե Արևմտյան Հայաստանից։ Արևմտյան Հայաստանում եղել եմ 5 անգամ։ Ուրեմն ինձ համար շատ հաճելի է այդ թեման, որ դու խոսում ես։ Եթե մեկը սիրում է բնությունը, եթե մեկը սիրում է ազատությունը, Մարգո Ղուկասյանի խոսքերը հիշեցնեմ, ասում այն մարդը, որը ծաղիկները սիրում, նա դաժան լինել չի կարող։ Պարզվում է կարող է։ Հա? Կարող է։ Իրականում կարող է, բայց խնդիրը դա չի։ Հա, ուրեմն վերադառնանք քո գործունեությանը։ Երբ որ դու որոշեցիր, որ այս հայրենի բնությունը փչացողների դեմ հարկավոր է ինչ-որ մի բան անել, եւ դուք սկսեցիք երիտասարդներով մի կազմակերպություն, որը պետք է պայքարեր այդ բնություն փչացնողների դեմ։ Դրանք իմ անհատական կարծիքով այն մարդը, ով որ երկիրը, իր սեփական երկիրը փչացնում է, թալանում է, քանդում է եւ այլն, նա ոչ թե ուղակի քանդարար է կամ հանցագործ, նա դավաճան է ուղակի։ Դավաճանը նա է, որ այդ ազգից է եւ վնասում է իր ազգին ու իր պետությանը, դա է դավաճանը։ Թե չէ արտաքինը ճշնամի է, հասկանալի բոլորի համար։ Հիմա այս ներքին դավաճանների դեմ պայքարը շատ ավելի դժվար է եղել հայության համար, միշտ։ Հայը հայ դեմ չի կարողանում պայքարել։ Հայը թշնամու դեմ, արտաքին թշնամու դեմ, հանգիստ կարող է կռվել կյանքով, բայց ներքին դավաճանի դեմ չի կարողանում կռվել։ Հիմա դուք ինչպիսի մեթոդներ ու միջոցներ եք դուք կարողանում
մշակել եւ ինչ եք գտել, որ կարողանաք ներքին դավաճանի դեմ կարողանաք տղամարդավարի կռվեք, ձեր խոսքը առաջ տանեք։ Գիտեք, ձեր ասածը շատ մեծ ճշմարտություն է, որով իրոք պատմության մեջ դարավոր հայ ժողովրդի միշտ երբ որ մեզ սահմանից դուրս վտանգը սպառնացել, մենք համախմբվել ենք եւ պայքարել ենք հանձինս 88 թիվը, վերջի օրինակ, մեր կենթանի ամենամեծ շարժումը։ Եվ չենք գիտակցել երբեք, որ երբ որ ներսից է քո տշնամին, իրոք շատ ավելի լուրջ է պատերազմը։ Մենք աշխատում ենք քաղաքացիական գիտակցությունը բարձրացնել մարդկանց մոտ, ամեն օր քարոզելով, խոսալով, հավաքներ կազմակերպելով, իդեպ Մաշտոցից ես հիմա մեջբերում պիտի անեմ, որտեղ մենք հնչացրեցինք այս կարգախոսը ինքնորոշված քաղաքացի, դա այն քաղաքացին է, որը իրան չի հետաքրում, չի տեսնում ինքը իր ղեկավարը հայ է անունով եւ ազգանունով, այսինքն ինքը անձնագիր ունի եւ յան ունի եւ ինքը նախագահն է, ոչ, սահմանադրության երկրորդ կետն է, չէ, ասում է իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Մենք իդեպ սահմանադրություն ենք քարոզում Մաշտոցի այգում, ասում ենք սահմանադրական կարգով ենք մենք մեր ձեր դեմ պայքարում։ Այսինքն, երբ որ դու գործում ես, լիարժեք հավատում ես ինչին եւ քո խոսքը օրենքի խախտում չի, դու խուլիգանություն չես անում, արդեն քո գողքի մարդն էլ կանգնած անտարբեր մարդը նույնիսկ տաքսու վարորդը իսկապես պատկերացեք, այսինքն շատ վարորդ լինելը ամոթ չի, բայց օրինակ նույնիսկ այդ տաքսու վարորդը ասում էր հալալ է այս երեխեքին, օրինական հելել են պայքարում են գոբիտ ասած թուրքի դեմ, այսինքն մարդը գիտակցում է, որ իր դեմը թուրք է կանգնած, ոչ թե հայ, եւ դրա կենթանի օրինակը վերջերս մենք Քաջարյանի գյուղապետի հետ ենք հանդիպել, որի ես ինտերվյուն բերել եմ, շուտով կտեսնեն այստեղ ժողովուրդը, որ այդ մարդուն բլոկադայի մեջ են գցել, որ ինքը հանրային գերակա շահի անվան տակ հանձնի գյուղը Քաջարյանի մոլիբդենային կոմբինատին, այո, եւ այսինքն եւ սահմանամերձ գյուղ է դա։ Սահմանամերձ, այո, այսինքն այն որ մենք ավելի լուրջ թուրքերի հետ գործ ունենք, դա ակնհայտ է։ Իսկապես, որով դրսի տշնամին ինքը ուզում է քեզ ֆիզիկապես վերացնի, որ քո հողին դիրանա։ Իսկ այս տշնամին, որ հիմա ներսում է, ինքը եւ քո ընդերքն է թալանում, եւ քո հոգին է թալանում, եւ քո մշակույթն է թալանում, ինքը սարսափելի է ուղղակի։ Իսկ դրա դեմ պայքարել բերձ այս պետքա դու գիտակցես, գիտագիցը լինես քո մշակույթին, այսինքն մի խոսքով գիտության դեմ պետքա պայքարես, դու պետքա գիտագից լինես, գիրտ լինես, եւ այդպես դու կհաղթես իրան։ Այստեղ նորից վերադառնում ենք այն շատ կարևոր կետին, որ ասում եմ մարդուն պետք է թույլ չտաս, որ նա ընկճվի, հոգեպես պարտվի։ Երբ որ նա հոգեպես ընկճվեց եւ հուսահատվեց, նրան մի քանի սենթով էլ կարելի է առնել, բայց երբ որ մարդը հոգով հզոր է, տղամարդ է, հիմա չեմ ուզում մեր հայտնի մարդկանց անունները տամ, գիտեն, բոլորն էլ գիտեն, բայց նրանք նախ եւ առաջ հոգով էին ուժեղ, չէ՞։ Անպայման։ Նրանց գրպանը ոչինչ չկար, նրանք մի հատ հագուստ են ունեցել, Գարեգին Նժդեհը մի հատ շոր է ունեցել։ Այսօրվա $3000 կոստյումներով ման չի եկել Երևան քաղաքում։ Հիմա որ մի փստունքոտ սխալ բառ օգտագործի, որ մի նորելուկ խորհրդարանի անդամին նայում ես, որ 3 բառ հայերեն չի կարող կապել։ Լևի տիպիկ էր առաջի արդահայտությունը։ 4 կոստյում է հագնում։ Կարծում եք այդ հակի վրայի փալանը իրեն գեղեցկացնելու է։ Այդպես չի։ Մենք պիտի կարողանանք հայ մարդու միջի արժեքը մեջտեղ բերենք, զորացնենք։ Եվ դրա համար, երբ որ ես կենտրոնական Պողոտայի Աբովյանի անկյունում մի տախտակ էր դրված, երիտասարդ երեխաները շարված եւ կարծիքներ էին հավաքում, թե որ խնդրի վերաբերյալ ինչ առաջարկություն ունեք, գրեք այս տախտակի վրա։ Եվ մարդիկ կանգնում գրում են, ես է կանգնեցի մի բան գրեցի։ Այսինքն զգում ես, որ երիտասարդությունը պայքարում է իր երկրի համար։ Իսկ Երևանի վրա որ պատմությունը պատմեցի, այդ երեխաները շատ ոգևորված խոսում էին եւ մեկը առաջ եկավ 20 տարեկան աղջիկ էր, մանկավարժական ուսանողի էր, ասեց, այս երկիրը մերն է, մենք պիտի պահենք այս երկիրը, մենք թույլ չենք տա մեզ այստեղից վռնդեն։ Այ եթե 20 տարեկանը կարող է դա ասել, ուրեմն միանշանակ այդ ուրեմն հա, Տիգրան ուզում եմ մի բան մեջբերել։ Ես հենց այդ երիտասարդության մասին եմ ուզում ասել, շատերը եւ Հայաստանում եւ դրսում ասում են անհույս է ձեր պայքարը, ոչինչ չի ստացվի, ժողովուրդը ստրկացած է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2012 թիվը եւ 1988-ը, երբ սկսվեց այն, ինչ ստեղծեց Երրորդ հանրապետությունը, բաժանում են 24 տարի։ 24 տարիները դա մեկ սերնդի կյանքի ժամանակն է։ Եկավ այդ 22, 23, 24 տարեկան երիտասարդների սերունդը եւ իրենք չեն կրում այն խարանը, որով դաջված են անգամ մեր սերունդը։ Այո, դա փաստ է։ Դա փաստ է։ Մենք իրենց անվանում ենք անկախության սերունդ։
իրենք չեն պատրաստվում սրի տակով անցնել ինչ-որ օլիգարխի մեծահարուստի եւ մտնել կյանք։ Այդ աղջիկները չեն պատրաստվում մահճակալի միջոցով մեկին մյուսին հաճոյանալով ստեղծեն իրենց բարգավաճումը։ Այս երիտասարդ տղաներն ու աղջիկները ազատ են եւ իրենք պայքարում են ոչ թե ջրվեժի կամ զբոսայգու, իրենք նախ եւ առաջ ազգային եւ մարդկային արժանապատվության համար են պայքարում։ Եւ մեր մեծագույն հույսը դա է, եւ դա առաջի անգամ չէ։ Եթե 88 թվականից եւս 24 տարի հետ գնանք, մենք կհայտնվենք 65-66 թվականներին։ Դա էլ իմ սերունդն էր։ Դա ձեր սերունդն էր եւ դա այն սերունդն էր, որը ցեղասպանության 50-ամյակի առիթով առաջին անգամ դուրս եկավ փողոցներ ցասման ցույցերով։ Ասեմ մենք ինչ ենք իսկ եւս 24 տարի հետ գնալ դուք կհայտնվեք 41, 42, 43 թվականների երիտասարդների սերնդում, որը իրենց կյանքով կանգնեցրին ֆաշիզմը։ Այո։ Այսինքն մենք իրենք եւ մենք այս տարիներին մենք չենք խոսում շատ երկար պայքարի մասին, որովհետև մենք այդ ժամանակը ցավոք չունենք։ Ժամանակը սեղմվել է եւ խոսքը գնում է ամիսների մասին։ Ես երբեք չեմ կարող մոռանալ այդ օրը 65 թվականի ապրիլի 24, երբ որ մենք քաղաքում մի մասը Լենինի պողոտայով էր վերև բարձրանում, մի մասը օպերայի մոտ է, մի մասը համալսարանից էր գալիս, այդ համազգային շարժումը, որ այդ օրը տեղի ունեցավ, այդ պորտկումը, որ տեղի ունեցավ, ովքեր որ այդ օրը Երևանում են եղել, քայլել են, դա չեն մոռանա երբեք։ Կուտակված բողոքի պայթումի օրեր։ Ճիշտ այնպես ինչպես 88 թվականին, բայց 88-ին մի քանի անգամ եղավ, բայց 65-ի մի օր եղավ ընդհանրապես։ 88-ը չէր լինի առանց 65-ի։ Առանց 65-ի չէր լինի։ Իսկ 88-ը, որը բերեց երրորդ հանրապետությունը, մենք ցավոք չկարողացանք կառուցել, չկարողացանք ավարտել այդ կառույցը։ Երրորդ հանրապետությունը տապալվում է մեր աչքի առաջ։ Եվ մենք հիմա պայքարում ենք մեր պետականության համար։ Երրորդ հանրապետություն չստացվեց։ Մենք պետք է ստեղծենք, վերստեղծենք հայոց ազգային, ինքնուրույն, անկախ պետականությունը, դա կլինի երևի 4-րդ հայկական հանրապետություն, մենք կրկին պետք է փորձենք եւ մենք հենց հիմա անում ենք դա, ստեղծելով ժողովրդական, քաղաքացիական հասարակության միջոցով այլընտրանքային իշխանություն։ Որևէ մարզիկ կամ նկարիչ կամ արվեստագետ կամ գրող կարող է ասել, որ ամենաառաջին փորձը ամենահաջողը չի լինում։ Մենք սպորտի մեջ հազարավոր անգամներ փորձում էինք միջև մի որևէ շարժում կամ բան լավ էինք սովորում, վարպետանում էինք դրա մեջ կամ լուսանկարիչի ամենաառաջին նկարը իր կյանքի ամենալավագույնը չի կարելի համարել։ Այնպես որ փորձը փորձանք չէ, մենք այնքան կփորձենք, այնքան կպայքարենք, մինչև կարողանանք մեր խելքի դնել, իրար կողք դնել եւ գտնել այն լավագույն ճանապարհը, որը մեզ կտանի դեպի այն նպատակակետը, որի համար մենք պայքարում ենք այս ժամանակ։ Հետաքրքիր է, որ ֆիլմերը, որ ես բերել եմ, 3 ֆիլմերից 2-ը նվիրված են սպորտին։ Ավելի ճիշտ դա սպորտ եւ այն տասնամյակն է, որովհետեւ մենք խոսում ենք հենց այդ տասնամյակի մասին։ 60-ական թվականների կենտրոնական կետը հայերի համար ըստ իս Տիգրան Պետրոսյանի հաղթանակն էր։ Եվ ես նկարել եմ ֆիլմ ոչ թե շախմատի մասին միայն, դա շախմատը եւ քաղաքականությունն է, որը կոչվում է արքայի մահը։ Եվ ես բերել եմ մինչև այս օրերը անգամ ետ գրած post-scriptum եմ ավելացրել, որտեղ մեր վերջի տարիների պանորաման եմ ներկայացնում, ինչը սկսվեց եւ ինչն ավարտվեց շախմատով։ 70-ական թվականները դա Արարատի հաղթանակն էր, որը նույնպես մարդկանց դուրս բերեց փողոցներ։ Դա արդեն ես եմ հիշում, որպես պատանի 10 տարեկան երեխա էի այդ ժամանակ, բայց դա նույնպես ազգային զգացմունքների պորտկում էր, որը ձևավորեց ինչ-որ բան մեր մեջ։ Ահա ինչու ես ընտրեցի այս ֆիլմերը, որ ցուցադրեմ հաղթող հայերին։ Հայերը հաղթանակում են 60-ականներին, 70-ականներին եւ երրորդ ֆիլմը, որ ես բերել եմ Արամ Խաչատրյանի դարը, դա երաժշտության, այսինքն արվեստի մեջ երևի գագաթն է 20-րդ դարում, որտեղ Խաչատրյանը Կոմիտասի հետ մեկտեղ այն գագաթներից է, որոնք ապահովում են հայոց հավերժությունը աշխարհի մակարդակով եւ
մենք պետք է տեսնենք գագաթները, այլ ոչ միայն ստորոտները եւ ստորներին, որոնց մասին այդքան խոսվում է այսօր։ Միայն գագաթներին նայելով մենք կհասնենք մեր նպատակին։ Լիովին համաձայն եմ, ես այդ ուղղակի մտածում էի, թե ինչպես է ժողովուրդը դա անում։ Ժողովուրդը քանի որ միշտ իր ներքին զգացմունքները, իր հազարամյակների խորքից եկող փորձառությունը ուզում է արտահայտել ինչ որ ձևով, նա գտնում է որևէ մարզիկի, կամ գտնում է որևէ երաժիշտի, կամ շախմատիստի, կամ Խաչատրյանի, նրան դարձնում է ազգի դրոշ, առաջնորդ դրոշ, գաղափարական դրոշ, եւ դրանով է արտահայտում իր ազգային զգացմունքները։ Նա չի կարող փողոց դուրս գա, ասի ես հայ եմ, այդ չեղավ։ Այդպես չեն անում։ Դու լավ մարդ ես, լավ հայ ես, լավ գործ արա, լավ հայ մարդը պետք է լավ գործ անի, դրանով է նա գնահատվելու, իր արած գործով է գնահատվելու։ Հիմա ձեզ տարիներ անց, տասնամյակներ անց, հաստատ ձեզ հիշելու են որպես թրշկանի տղեկը։ Հիմա իհարկե տղեկի մեջ մտնում են նաև աղջիկները, բայց այդպես նախևառաջ աղջիկները նրանք ավելի միջալուց լավ ավելի համարձակ էին եւ երբ որ նայում էի այդ նկարահանված կտորները ռուսացույց էին տալիս, աղջիկը բավականին համարձակ էին։ Խնդրում եմ մի քիչ պատմես թրշկանի պատմությունը, ինչ կլինի։ Մեր մարդիկ չգիտեն, հակիրճ եթե կարող ես Ինձ թվում է շատ մարդիկ հետևել են իրոք թրշկանին, բայց թրշկանից ես կասեի մի բան։ Որպես ներկա մարդ, որպես կազմակերպիչ Ինչ է ընդհանրապես այնտեղ կատարվել, ինչ է թրճկանը, միգուցե երկու խոսքով ասես։ Իսկապես։ Պատմությունը իրոք շատ երկար է, բայց ես կասեմ թրճկանը մի խումբ մարդկանց անկախ իրանց սերից, մի խումբ իրոք բռունցք մարդկանց հավաք էր, որոնք միանշանակ իրանք դեր էին, իրանք զգում էին, իրանք ինչի համար են այնտեղ, եւ իրանք հետ դարձի ճամփա չունեին։ Չէ, նախ եւ առաջ բացատրենք, որ թրճկանը դա անվանում է մի շատ գեղեցիկ 22 մետրանոց ջրվեժի, որը պետք է ոչնչացվեր։ Բարոյ խզման գնեք, մի շատ կարևոր բան իդեպ թրճկանի հետ կապված։ Թրճկանը հայ ժողովրդի 3%-ը գիտեր թրճկանի մասին։ Այո, ես չգիտեմ։ Զորավար Անդրանիկը ասում է, ինչքան ճանաչես, այնքան կսիրես։ Այսինքն ես ինչի այս մեջ վերում արեցի, որով մենք պետք է ճանաչենք մեր հայրենիքը, որ ավելի սիրենք ու գնահատենք։ Իհարկե նաև դրա հակառակ փաստեր կա, որ հիմա կարող եմ քիչ հետո անդրադառնալ այդ փաստին։ Մի խոսքով, որ թրճկանի պայքարը սկսվեց, մի խումբ մարդիկ որոշեցին, որ պիտի դեմ կանգնեն, հա, այս երևույթի չի թողեն, որովհետև ոնց է շաքեի ջրվեզը այսօր չկա, գնում փողես վճարում, իրանք ձորագը բացում են, կես ժամ նայում ես, հետո անջատում են ձորագը եւ այնտեղ ոչ մի գաթիլ ջուր չի հոսում։ Այսինքն նմանատիպ դեպքեր լինելու թրճկանի հետ, իդեպ թրճկանը Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է, ոչ ամենալայն, այլ ամենաբարձր ջրվեժն է։ Եվ ինքը պիտի դառնա ինչ-որ մի սեփականադիրոջ, որը օլիգարխ է, որը շատ հարուստ է, որոնք Ռոբշին ընկերություն, Ռոբերտ Օխանյան եւ Գյուղացիկ, որոնք ամիջական կապ ունեին, իրանք ազդագիր համայնք էին, մեզ ասում էին, ժողովուրդ չեք կարա, սրանք հանրապետական են, սրանք ուժեղ են, սրանք փող ունեն, ինչ մենք պատկերացրեք, երբ որ գնացինք 7 հոգով մենք չէինք պատրաստվում վիճել կրիվանել, բայց գնացել էինք Զարադուն կանենք, իդեպ ասեմ ձեզ, Զարադուն գարեցինք թրճկանի տարածքում եւ հասկացանք, որ իրանք խապել էին ժողովրդին, ասել էին, որ աշխատանքները թաթարացրել են։ Մենք ականադես եղանք, որ աշխատանքները շարունակվում են, կանգնեցինք իրոք ֆիզիկապես մեր մարմնով, ասեցինք, խփեք մեզ տրակտորով, անցեք մեր վրով, այն ժամանակ ձեզ թույլ կտանք շարունակելու։ Մենք մտածում ենք, որ երկրորդ օրը կգան ոստիկանները եւ մեզ կցերբակալեն։ Եկան ոստիկանները Սպիտակ քաղաքից, մենք ոստիկանների հետ վիճվեցինք, մենք ասենք պատրաստ ենք ամեն ինչի, ձերբակալեք մեզ, տարեք, եթե մենք օրենք ենք խախտում, տարեք մեզ։ Իհարկե չդարան իրանք մեզ։ Իրավունք չունեին իրենք։ Այո, հենց դրա մասին է խոսքը։ Գիտեք ինչի չունեին, որովհետև իրանք շատ լավ գիտեին, որ մենք ոչ մի խուլիգանություն, ոչ մի անարդար բան չենք անում, մենք անում ենք այնինչ որ պետք է աներ ցանկացած հայ, որը այդ գիտակցություն ունի, որ պետությունը պիտի աներ։ Այո, ոստիկանությունը պիտի աներ։ Եվ 14 օրվա ընթացքում մեզ երևի մի 5000-ից ավել մարդ ամեն մեկը մի ձև օգնեց, ես միշտ կնշեմ, որ ես ամեն ինչ ապրել եմ, նույնիսկ ամեն մի մատնակաշը, որ գալիս էր մեզ, մեջը լիքը հավատ կար, ու գիտեք ոչ մեկ չէր ասում, երեխեք բարձվելու եք, բոլորը ասում են հաղթելու եք, մենք հոգով ձեր հետ ենք, այո, մեզ մեղրեր գալիս, բոբոկ, տաք շորեր, պատկերացրեք մենք մի վրան ամբողջական սնունդ էր հավաքվել մեր մոտ, որը իջացրեցինք հետո Նալբանդի գյուղացիքին տվեցինք։ 88-ի պատմությունն է։ Ես ուզում եմ շատ կարևոր մի բան նշել։ Թրճկանը գտնվում է Նալբանդ գյուղի կենտրոնում, որտեղ 88 թվականի երկրաշարժի էպիկենտրոնն էր։ Հիշեք սա, որովհետև եթե դուք խորհրդանիշ եք փնտրում, ես որպես արվեստագետ երբեք չենք մոռանա, որովհետև երբ որ մենք ընկերների հետ եկանք այդ վրանի մոտ, որտեղ ենք, մենք հասկացանք, որ մենք գտնվում ենք 88 թվականի երկրաշարժի էպիկենտրոնում եւ տարիներ կանցնեն կհիշեն, որ
քաղաքացիական Պորտկումը սկսվեց 88 թվականի երկրաշարժի էպիկենտրոնում ֆիզիկական։ Երկրի ընդերքի արձակած էներգիան կապ ուներ ձեր էներգիայի հետ։ Իհարկե, դա ոչ միայն ընդերքի էներգիան է, դա նաև դիեզերական էներգիան է։ Դա այն չեմ կարող հիմա չմեջ բերեմ Մովսես Գորգիսյանի խոսքը, երբ ասում էր Երանյան Հայաստանը, որը վաղն է գալու։ Մովսես Գորգիսյանը ֆիզիկապես այսօր չկա, բայց իր խոսքը ու այդ պատկամը կա եւ այդ դղերքի, այսինքն մենք այդ գիտակցությունը գրողն ենք։ Մենք եթե նույնիսկ չլինենք, այդ գիտակցությունը շարունակվելու է, այդ Հայաստանը ստեղծվելու է։ Ամբողջ գաղտնիքը նրանումն է, որ կան եզակի մարդիկ, որոնք ապագան տեսնում են աշկերը փակ։ Այո։ Նրանք են գծում այդ դեպի ապագա տանող ճանապարհը։ Միանշանակ։ Նաև Մովսես Գորգիսյանը, նաև Նժդեհը, նաև նման հայեր, եւ դուք։ Բայց նայեք ինչ կատարվեց դրանից հետո։ Այնինչ թվում էր միանվագ ակցիա երիտասարդների հայրենասիրական, բայց մի քիչ էլ ռոմանտիկ ակցիա, շատ արագ վերածվեց մի շատ լուրջ շարժմանը, որովհետև արդեն մյուս քայլը, որին միացան արդեն լայն շրջանները, կատարվում էր ոչ թե շատերի համար անհայտ մի վայրում, Նալբանդ գյուղում, որի տեղը շատերը չգիտեին, ինչ որ թռչկան, ինչ որ անհասկանալի տեղեր, այլ Երևանի կենտրոնում, Մաշտոցի պողոտայի անմիջապես հարևանությամբ, Մարգարյան ծննդատան առաջ, երբ որ մի հանրային զբոսայգում բերեցին խանութներ եւ շատ արագ դրեցին կտրելով ծառերը եւ վերացնելով Աբովյանի փողոցից բերեցին այդտեղ 8 հատ մեծ ինչպես են բուտիկ տաղավար բուտիկները որտեղ թուրքական շոր պետք է վաճառվի դեպ ես շատ եմ զայրացել Միչայելոց որովհետեւ ես ծնվել եմ Մարգարյանի հիվանդանոցում եւ այդ երրորդ հարգի լուսամուտից ես պատկերացնում եի որ նայում եմ ներքև եւ ինչ եմ տեսնում ասում եմ մի կողմ ծնված երեխաները ներքև պիտի նայեն այս աղբանոցը պիտի տեսնեն սկսվեց ամեն ինչ նույն ոճով էլի մեքենաներ բետոն բերող էլի ոստիկանություն եւ էլի մի քանի երիտասարդ որոնք կանգնեցին իրենց մարմիններով կանգնացրեցին այդ բետոն խառնիչները որոնք թափում էին բետոնը հենց մարգագետնի խոտի վրա որոնք ծառեր էին հատում բայց ինչին դա բերեց շատերը գիտեն եթե չգիտեն կպատմեն բայց նայեք ինչ է այստեղ կատարվում պետությունը հանձինս քաղաքապետարանի, նախագահականի, ոստիկանապետի եւ այլն պաշտպանում է մի երկու օլիգարխի սեփականությունը դրա համար բերելով մինչև 300-350 ոստիկան ընդդեմ 50-40-50 երիտասարդ ակտիվիստների եւ նրանք սկսում են պաշտպանել հանրային սեփականությունը պետությունից, որը կարծես թե հենց հանրային սեփականության պահապանը պետք է լինի։ Այս աբսուրդը բերեց նրան, որ լայն հասարակությունը կամ մարդիկ, ովքեր գիտակցում են իրենց պատասխանատվությունը, միացան այդ երիտասարդներին եւ այդ պահին վերծնվեց 2008 թվականին ծեծված, ոչնչացված եւ դավաճանած, ընդդիմության կողմից դավաճանված նոր քաղաքացիական հասարակություն։ Սա շատ կարևոր պահ է։ Մի հատ մեջբերում շատ հետաքրքիր էր, չէ՞, միտքի շարունակություն։ Նայեք, երբ որ պետությունը դեր չի կանգնում հանրային տարածքի, առաջանում որը պետության ֆունկցիան է, դա չէ՞, պետության բարդականությունն է։ Առաջանում մի խումբ մարդիկ, որոնք իրանք են դեր կանգնում։ Այսինքն նույն փող այս հարաբերությունից ծնվում է այլընտրանքային խորհրդարան։ Եթե խորհրդարանը չի գործում, դա ակնհայտ է։ Ծնվում է այլընտրանքային մարդիկ, որոնք ստեղծում են խորհրդարան։ Հիմա նույնը բնապահպանության նախարարությունը ասեմ ձեզ, որ հաստատ շուտով բնապահպան ակտիվիստները կարող են անվանել այլընտրանքային բնապահպանական խորհրդարան, կարող են անվանել հանրային խորհուրդ, կապ չունի, բայց քանի իրոք գործազուրկ, հա, նախարարությունը դա ոչ ամբողջ Հայաստանը ծախված է, գիտեք, չէ՞, եթե Հայաստանի քարտեզը ես հիմա այսօր բացեմ ձեր դիմաց տնայում եւ ձեզ կետերով նշեմ որտեղ հանքարդյունաբերություններ եւ որտեղ պետք է լինի հանքեր Առաջի հարցը, որը տրամաբանություն ունեցող մարդու մոտ կծնվի, լավ մարդը որտեղ է ապրելու այստեղ։ Այսինքն դա բոլորը իհարկե վերևից է, չէ՞, բայց նախարարությունը բնապահպանության Վարդան Այվազյանի
ձերքով եւ հիմա առայժմ Արամ Հարությունյանի իրանք են ստորագրում այդ, հա? Այսինքն, եթե չի գործում, ուրեմն լավ, մենք կստեղծենք մի խումբ մարդիկ, որը ձեր ֆունկցիան մենք կկատարենք։ Օրենք չկա, ուրեմն օրենքը դառնում ես դու։ Մի հատ շատ կարևոր հարց տվեցիր, Եղաջան, ասեցիր թե այս մարդիկ որտեղ են ապրելու։ Իսկ ինչու է քեզ թվում, որ այդ մարդիկ ուզում են, որ մարդիկ այստեղ ապրեն։ Հենց քո վարչապետը Տիգրան Սարգսյանը հայտարարել է, չէ՞, մենք չենք ուզում, որ այստեղ շատ մարդ ապրի, որովհետեւ շատ մարդ լինի, հեղափոխություն կանեն։ Ավելի լավ է թող գնա Սիբիր, իրենց սեփական կամքով։ Ստալինը մեզ զորով էր տանում Սիբիր, հայոյում էին Ստալինին, 50 տարի անիծում էին։ Հիմա այս մարդիկ իրենց սեփական կամքով, իրենց սեփական դրամով գնում են Սիբիր բանի ստրկության։ Ճիշտ եք ասում։ Եվ քաղաքն է դատարկում են։ Մի բան էլ ես ավելացնեմ, քանի որ ես Արևմտյան Հայաստանը լավ գիտեմ ինչ է կատարվում։ Այս տարի վերջի անգամ որ եղա Արևմտյան Հայաստանում մեր նախկին 1 շարք մեքենաների ճանապարհները դարձրել են 4 շարքով freeway-ներ, highway-ներ, 2-2։ Ամբողջ Արևմտյան Հայաստանը շրջապատել են այդ տեսակ ճանապարհներով։ Մեծ արագընթաց freeway ասենք։ Եվ կառուցել են highway-ներ, կառուցել են նոր հյուրանոցներ, բարձրահարկ, կառուցել են սպասարկման կենտրոններ, կառուցել են ճաշարաններ։ Ուր որ անցանք, ես ապշած էի մնացել, այս ում համար են կառուցում։ Քրդերի համար, որոնք պիտի հենց ոչխարը սարը տանեն, ոչ։ Թուրքեր չեն ապրում այնտեղ, որոնք քուրդ են։ Հայերի համար ոչ։ Ուրեմն ում համար են անում այս ամեն ինչը։ Ում համար է կառուցվել Երևանի կենտրոնը, եթե այնտեղ ոչ ոք չի ապրելու, ում փողով են կառուցել այդ ամեն ինչը։ Այն նրանց համար, ովքեր կգան, երբ որ հայերը վերջնականապես կհեռանան Հայաստանից։ Նրանց համար են կառուցել։ Այ մի շատ կարևոր բան հիմա ավելացնեմ։ Իհարկե, հայաթափման ծրագրի դեմ առաջի բանը, որ ես ինձ ցանկացածը Սփյուռքահայ այսօր, մենք շատ կապ ունենք Սփյուռքահայեր եւ իրանք մենք միշտ ասում ենք, իրանք շատ մեծ դեր պիտի խաղան Հայաստանի նոր վերածնվելու մեջ։ Այդ միանշանակ բոլոր աշխարհի Սփյուռքահայերը երբ որ հարց են տալիս ինչ անենք, ես միշտ առաջինը ես ասում եմ եկեք Հայաստան։ Գիտեք, եթե հայաթափում են Հայաստանը ծրագրով, մարդը որ գա այսօր Հայաստան, եթե 1 տարի, 2 տարի մի քիչ վատ ապրի, ոչինչ, թող իր Ֆրանսիայի, Կանադայի, Ամերիկայի կյանքը, որը մի քիչ ինչ-որ կարգավորված կյանք է, թող մի քիչ զիջի, բայց թող, գիտեք, եթե այսօր 100,000 մարդ, 100,000, շատ մեծ տիվ չի, 8 միլիոն սփյուռք ունենք, 100,000 մարդ վերադառնա Հայաստան, Սերժիկ Սարգսյան եւ իր վարչախումբը մեխանիկորեն հրաժարան կգրեն կգնան երկրից, որովհետեւ իրանք կհասկանան, որ իրանց ծրագիրը, որը հայաթափելու են Հայաստան, դա չի իրականանալու։ Եղաջան, Լիովին հետ համաձայն եմ, մեկ փոքրիկ լրացում անեմ, որպես դրսում ապրած մարդ, 40 տարի Ամերիկայում ապրում։ Չի կարելի մարդու առաջ դնել այսպես կամ այնպես, այսինքն 100%-անոց պատասխան չի կարող նա տալ, բայց կարելի է այսպես ասած compromise անել, այսինքն համաձայնության միջին տարբերակ կարելի է գտնել։ Պետք չի մարդուն ասել վերկաց երեխաների թավակի, որոնք ծնվել են Ամերիկայում, եւ արի Հայաստան ապրի, որովհետեւ դու այն ասել ես։ Նա կարող է այն ասել, բայց դա չկարողանա անի։ Դրա դիմաց ես առաջարկում եմ հետեւյալը։ Այսօրվա էլեկտրոնիկայի եւ տեխնիկայի պայմաններում մարդը ֆիզիկապես կարևոր չի որտեղ է նստած։ Ես հիմա այս աթոռի վրա եմ նստած Գլենդեյլում, թե ես նստած եմ Երևանում իմ աթոռի վրա, ոչ մի նշանակություն չունի։ Ես տեխնիկայի միջոցով, ինտերնետի եւ սփռում, հասկանալի է։ Դու գիտեք ինչ կարելի է անել։ Լրիվ համաձայն եմ։ Էլեկտրոնիկան, ինտերնետն է մեր փրկության ճանապարհը, ոչ թե այս աթոռը, որի վրա ես նստած եմ։ Իմ մարմինը ձեզ պետք չի, իմ գաղափարն է ձեզ պետք։ Գիտեք, կներեք էլի մի հատ Մոնթեի խոսքերով մեջբերում անեմ։ Ես սիրում եմ մեծերի խոսքերը մեջբերումը, որով իրանցից պետքա շատ բան սովորենք։ Ասում է, երբ որ իրան հարցրեցին, դու սփյուռքահայ ես, ինչի ես եկել գրվում Արցախի համար, ասեց դա իմ պարտքն է եւ ցանկացած հայի, եւ այսօր ես զարմանում եմ, որ քիչ են սփյուռքահայերը։ Գիտեք, այսօր է պատերազմը։ Մենք ճակատամարտ ենք հաղթել Արցախում, իսկ պատերազմը այսօր շարունակվում է եւ շատ ավելի լուրջ պատերազմ։ Դրա համար ես չեմ ասում, ես չեմ դնում կամ սենց, բայց ես ասում եմ եկեք, եթե կարող եք, եկեք։ Չեք կարող, այո, գա ձևեր օգնելու, ձեր արած գործով լիքը տարբեր մարդիկ կարող են, բայց առաջի հերթին միշտ ֆիզիկական մարդու գոյությունն է։ Հավատացեք, մի հատ էլ օրինակ այսօրվա Խոսրովի արգելոցը, որտեղ երևի վերջերս հետևել եք մի հատ դե իրանց որսագողերի դա մեծ պատառն է Խոսրովը, որտեղ իրանք որսագողեր են բերում միջազգային, իդեպ Ռուսաստանից, Կանադայից հյուրեր են կանչում, ամեն մի բեզուարյան այծի համար 8-7 հազար եվրո փող են ստանում։ Էլ Աֆրիկա գնալու կարիք չկա, մի անգամ էլ Խոսրովում անել։ Հիմա տնօրենի առյուծ էլ բերեք, մի քիչ առյուծ բերեք, որ Ռոբիկը գանդեր խոսանի։ Այո, հիմա ման այնտեղ առյուծներ, սպանել են առյուծներին։ Բան, վերջերս Ղարաբաղում սպանել են մի հատ ոստիկան ինքնապաշտպանության համար
Գավառը սպանել է Հովազի իր 3 ծակերի հետ։ Այո, հարկավոր է գնդակարել։ Ահա, Խոսրովի, ես ինչի հիմա ասում եմ մարդու ֆիզիկական գոյությունը շատ կարևոր է։ Խոսրովի արգելոցում այսօր քաղաքացիական եւ միջազգային մի քանի WWF, CNF կազմակերպությունների ճնշման շնորհիվ մենք հասանք դրան, որ որսագողություն դեպք հայտնաբերեցինք, չէ՞։ Այո։ Հասանք դրան, որ հիմա պաշտոնը ազատ է դնորենի, որով որսագող մի հատ նշանակեցին Նոնո անունով, որը անգրագետություն էր, որի պատասխանը իր պատասխանները թղթով գրած ինքը չէր կարողանում կարդալ, եւ դա խայտարակություն էր, բոլորը տեսան ինտերնետով։ Արարատից չէր դա։ Այո, Արդաշատից էր, դա այնտեղից էր, որտեղ Հովիկ Աբրահամյանն է, իրանց հենց այս բարով ասեմ, Թայֆենա, որ աչք ունեն Խոսրովի վրա, եւ պատկերացեք ինչ է կատարվում, մենք հավատացեք մարդու կարիք ունենք, որ նշանակենք իրան այսօր Խոսրովի արգելոցի դնորեն։ Երբ որ մարդուն դիմում ես, ասում է, հա, հասկանում եմ, բայց ես վախենում եմ արձակատ դուրս կամ, որով դուրս եմ գալու օլիգարխների դեմ։ Իսկ եթե շատ լինես, մարդը չի վախենա, մարդը կասի, որ ես կգանգնեմ, ես դեր կգանգնեմ Խոսրովին։ Բայց մենք դեր ենք կանգնելու Խոսրովին։ Եվ Խոսրովը սարքելու ենք, այստեղից ես Ամերիկայից եմ մեսեջ եմ տալիս, թող Բնաբավական նախարարը իմանա, եթե Խոսրովը չի դառնա Հայաստանի Հանրապետության ապակա մինի դարբերակը, մենք կստեղծենք այնտեղ, այդ կդառնա իրոք արգելոց, ոչ թե իրանց որսագողերի հատված, ինքը հրաժարական է տալու։ Մենք հանրային Մաշտոցի այգու միտև ստորագրահավաք հավաքեցինք, որ Արամ Հարությունյանը պետք է հրաժարական տա։ Այդ միանշանակ, որով չի գործում, ինքը չի աշխատում։ Դու կարող եք ամբողջ աշխարհի հայության մակարդակով անել, պետք չի մենք Դենց էլ անելու ենք ու միանշանակ։ Եթե իրանք չաշխատեն, այլընտրանքային է շատ բան կկարողանա անի Հայաստանում, ես վստահ եմ։ Ես ուզում եմ ֆիքսել ձեր ուշադրությունը։ Զգացում եմ հետ համաձայն չեք, ճիշտ է, իրավունք ունեք։ Ես ուղղակի ուզում եմ այս մեր խոսակցության այս փուլում հիշեցնել ինչ կատարվեց։ Ուրեմն թռչկանում հաղթած երիտասարդները քաղաքացիական առումով հասունացան եւ արդեն մյուս պայքարի ճակատում Մաշտոցի այգում իրենք ստեղծեցին մի շատ կարեւոր աննախադեպ կառույց հենց այդ պատճառով նախագահ Սերժիկ Սարգսյանը վազելով եկավ եւ ասեց գեղեցիկ չէ մի պատճառով որովհետեւ ստեղծվեց քաղաքացիական դատարան ոչ քաղաքացիական դատարան աննախադեպ դա նոր սոցիալական ինստիտուտ էր իրավաբաններ որոնք համակարգում չեն, բայց իրենք մասնագետներ են, իրենք հավաքվեցին, ուսումնասիրեցին, ասին ըստ սահմանադրության, ըստ գործող օրենքի սա անօրինական է եւ ոչ մի բան այդ փաստաթղթի դեմ անել հնարավոր չէ, որովհետեւ իրենք ապացուցեցին դա։ Մենք արեցինք մյուս քայլը, եթե սա անօրինական է, ուրեմն հասարակությունը պետք է պաշտպանվի։ Ստեղծվեցին դեղին սաղավարտների բրիգադներ, որոնք իրենց վրա վերցրեցին պետության մյուս ֆունկցիան՝ ապամոնտաժել։ Ես որպես նախկին ապամոնտաժող դեղին սաղավարտով մասնակցել եմ ապամոնտաժման, որովհետև պետությունը դա չէր կատարում։ Ուրեմն նայեք, ստեղծվում է երկրորդ ֆունկցիա։ Երրորդ ֆունկցիան բնապահպանները կատարում են բնապահպանության նախարարության ֆունկցիա եւ ոչ միայն հսկել, այլ նաեւ պաշտպանել եւ ստեղծվում է արդեն ոստիկանության ֆունկցիա վերցնող իր վրա եւ դուք տեսնում եք ինչպես է ստեղծվում է արդեն այլընտրանքային իշխանություն, այսինքն կառավարության, այո, իսկ եթե այդպես է, ուրեմն մենք պետք է ստեղծենք նաև այլընտրանքային խորհրդարան, օրենսդրական մարմին։ Ահա ինչ է նախախորհրդարանը։ Մենք 20 շաբաթվա ընթացքում մշակում ենք ապագա հիմնադիր ժողովի, ապագա իրական ընտրված խորհրդարանի Նախատիպը, այո։ Աբրո։ Շատ լավ, հիանալի հասկացա լրիվ։ Ես նույնիսկ հասկացա, վստահ եմ հեռուստադիտողները նույնպես հասկացան եւ մեր հաղորդումը կդնենք նաեւ YouTube-ի մեջ, ովքեր որ չեն կարող հեռուստացիով նայել, YouTube-ով ամբողջ աշխարհով կնայեն։ Ուրեմն սկզբից մենք խոսեցինք ձեր ֆիլմերի մասին, բայց չթողեցիք որ չխոսեցինք ֆիլմերի մասին։ Ավելի կարևոր։ Խոսեցինք։ Ուրեմն տեսեք, սիրելի հայրենակիցներ, Կիրակի օրը դեկտեմբերի 9-ին, խնդրեմ թող տոմատիդ վերցրեք գրեք, կամ եթե չհասցնեք գրել, իմ հեռախոսի թիվը այնտեղ էկրանի վրա երևում է, կարող եք զանգահարել եւ ես ձեզ մանրամասները կտամ։ Բայց հիմա ասեմ, Կիրակի օրը դեկտեմբերի 9-ին, երեկոյան ժամը 7-ին, ARTN շանթ հեռուստա ընկերության կողքը Սան Ֆերնանդո փողոցի վրա 4401 Սան Ֆերնանդո Ռոդ կա թատրոն։ Այդ թատրոնի սրահում կցուցադրվեն հետեւյալ 3 ֆիլմերը։ Ուրեմն դեկտեմբերի 9-ին երեկոյան ժամը 7-ին կցուցադրվի Արքայի մահը,
73 թվականի ֆուտբոլը Արամ Խաչատրյանի մասին ֆիլմը եւ 73 թվականի ֆուտբոլի մասին, այսինքն Արարատի հավանաբար մասին այդ ֆիլմը, որ դուք նկար, ես մեծագույն հաճույքով երեքն կանեմ 73 թվականի Արարատի խաղերը ես չեմ տեսել ոչ մեկը արդեն Երևանից է եկել։ Ասեմ որ որպես վավերագրական ֆիլմերի հեղինակ ես կուտակել եմ եւ դուք կտեսնեք եզակի արխիվային նյութեր 70-ական, 60-ական թվականների մասին եւ հատկապես Արամ Խաչատրյանի դարը ֆիլմում, որը իմիջիալուց 2005 թվականին ճանաչվեց աշխարհի լավագույն մշակութային նախագիծ, որից հետո ստուդիան, որը ստեղծել էր, դա փակվեց պետության կողմից։ 68 թվականին ես գնացի հրավիրված էի Արևելյան Գերմանիա, 68 թվական Արևելյան Գերմանիա։ Որտեղ մտնում էի, արցնում էին, որտեղից ես, ասում էի Հայաստան, Արմենիա։ Արամ Խաչատրյան։ Ես Արևելյան Գերմանիայից վերադարձել եմ այսքան Արամ Խաչատրյանի նկարներով, լուսանկարներով, որ իրենք էին նկարել, ինձ նվեր էին տալիս։ Իր գաստրոլների ժամանակ, հյուրախաղերի ժամանակ նկարում էին անընդհատ։ Ուրեմն այն ժամանակ 60-ականներին հայ մարդու դրոշակակիր Արամ Խաչատրյանն էր արևմուտքում, արևմտյան Գերմանիայում, Արևելյան Գերմանիայում հատկապես։ Նույնիսկ կրկնեմ, սիրելի բարեկամներ, ովքեր չգրեցին, դեկտեմբերի 9-ին երեկոյան ժամը 7-ին 4401 San Fernando Road ARTN TV ընկերության կողքը գտնվող թատրոնի սրահի մեջ կցուցադրվեն 3 ֆիլմեր՝ Թագավորի մահը, 1 Արամ Խաչատրյանի մասին 2 եւ ֆուտբոլ 1973 թիվ, այս 3 փաստագրական ֆիլմերը, որոնք ես վստահ եմ շատ մեծ հաճույքով բոլորդ կնայեք, ես էլ ձեզ հետ։ Ամեն թույլ կտակ ավելացնել եւս մի բան, մյուս օրը երկուշաբթի օրը ժամը 7:30 Ուելի Սան Ֆերնանդոյում Եղիա Ներսիսյանն ու ես Լունա Playhouse, Լունա թատրոնում կհանդիպենք մարդկանց հետ առանց ֆիլմ ցուցադրելու մենք կուզենք հանդիպել այն մարդկանց հետ ով հետաքրքրված է Հայաստանում կատարվող իրադարձություններով, որովհետև մենք չենք հասնում պատմել այդ ամենը հեռուստահաղորդման ընթացքում ու մարդիկ հաստատ հարցեր կունենան այդ հարցերը շատ լուրջ են, որովհետև մեր հայրենիքի ապագայի մասին են, որովհետև մենք ստեղծում ենք նոր հանրապետություն, 4-րդ հանրապետություն ենք ստեղծում։ Հենց մենք։ Դա բարեկամներնից կրկնեմ, երկուշաբթի օրը 7:30-ին Լունա թատրոնում, որը գտնվում է Սան Ֆերնանդո փողոցի վրա, բայց Բրենդի խաչմերուկի մոտ։ Պատկերացրեք Սան Ֆերնանդո եւ Բրենդ։ Այնտեղ այդ Լունա թատրոնում ուրեմն հանդիպում կունենանք Վանայք Խզմալյանի եւ Եղիա Ներսիսյանի հետ եւ ձեր հարցերին իրենք կպատասխանեն։ Այսքանը 7:30 երեկոյան 7:30-ին։ Ես շատ շնորհակալ եմ, որ դուք եկաք այսօր այս հաճելի զրույցը ունեցանք, հուսով եմ մեր այս հաղորդումը YouTube-ի մեջ կդնենք եւ հազարավոր մարդիկ կնայեն, ձեր գործին հաջողություն եմ ցանկանում, չկա մի հայ, որ չուզենա, որ ապրի լավ Հայաստանում, ազատ արդար Հայաստանում, չեմ ուզում այդ չարչրկված եղբայրություն ազատությունին բառակապակցություն օգտագործել, դա մերը չէ, հարազատ չէ մեզ հարազատ է ապրել հայավարի Հայաստանում, հային արժանի երկրում Այսինքն աստվածային երկիր է եղել Հայաստանը 5-6000 տարի առաջ։ Ինչու ենք մենք այն վերածում ինչ որ մի հատ քարվանսարայի եւ հող ծախելու երկրի։ Չի կարելի, պետք է վերադարձնենք։ Մի օրինակ, եթե թույլ տաք։ Կես րոպե ժամանակ ունեմ, խնդրենք։ Նյու Յորքի դատարանը 37 միլիոն դոլարի հայտ է ներկայացրել նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին եւ այնտեղ գրել է որտեղ է գտնվում, հայտի մեջ գրված է որտեղ է գտնվում նրա փողերը։ HSBC բանկ Բերմուդյան կղզիներում։ Իհարկե, բոլոր ավազակները ժամանակին ասել է, որտեղ գանձն է ձեր, այնտեղ էլ սիրտն է ձեր։ Մեր գանձը Հայաստանում է, նրանցը թող մնա Բերմուդյան կղզիներում։ Դու իրանցը կուարկենք Բերմուդյան triangle, թող այնտեղ էլ իրենք ապրեն, իսկ վերջի խոսքերից հետեւյալն է։ Պատասխան պետք է տան։ Հա, պատասխան տալը։ Վերջի խոսքերը Աբրահամ Լինկոլնի խոսքերը վերջացնեմ, ասում է այն երկրի կառավարությունը, որ իր գործը չի կատարում, այդ երկրի ժողովուրդը լիովին իրավունքի մեջ է վերացնելու այդ կառավարությունը։ Աբրահամ Լինկոլն պարտավոր է։ Ցելի բարեկամներ, այսքան այսօր երկուշաբթի օրը կհանդիպենք ձեզ հետ եւ պարոնեք պատասխանը ձեր հարցերին Լունա թատրոնում։ Բարի երեկո, բարի գիշեր, շնորհակալություն, պարոնեք։ Շնորհակալություն։